Այսօր մայիսի 8-ն է եւ երկրապահի օրն է։ Ես ավանդույթի ես պետք է լինեի երաբլուրում իմ ընկերների հետ, ովքեր դեռ ողջ են, իսկ մեր ընկերները, որոնք մահացած են, արդեն գտնվում են ներքևում, դարձել են պահապան հրեշտան այս երկրի, մեր երկրի։ Եվ դրա համար չեմ գնացել, որպեսզի տիկին դատախազի զեկույցը լսեմ եւ լսեմ ինչ կա հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված։ Մարտի 1-ով հարց չեմ տվել։ Եվ տիկին Վարդապետյան, եթե հիշում եք, անցյալ տարի եմ տվել այդ հարցը, նախանցյալ տարի եմ տվել, եւ ձեր հետ առաջին հանդիպման ժամանակ անձամբ ինձ հետաքրքրել էր ձեր մոտեցումները կարևորագույն երկու չբացահայտված գործերի, հոկտեմբերի 27, մարտի 1, եւ դուք ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ դուք ասեք, որ դա մեր երկրի պատվի գործն է։ Դա ճիշտ է։ Հոկտեմբերի 27-ը մի ոչրագործություն էր, որի չբացահայտումը մեզ ոչ մի լակտեղ չի տանելու։ Հրանտ Մաթևոսյան, հոկտեմբերի 27-ը պետքա բացահայտվեր հոկտեմբերի 28-ին։ Եվ այդ որդը պետքա մեզ չհոշոտի ամեն օր, ամեն տարի։ Շատ խորը իմաստ կա, այո, 28-ին բացահայտված լիներ եւ վերջանար։ Մենք իրար մեջ պետքա ճշնամիներ էլ ման չգայինք։ Բայց այսօր այդ վիճակն է, մինչև հիմա բացահայտված չի։ Ես երբ որ մի դրվագ հնչեցրեցի, եւ այսօրվա իմ բանը այդ մի դրվագն էր, մինչև Եղոյանի ուրեմն հնչեցրած դատախազության տիրույթում գործող գործողությունների միջավայրի մասին շատ մտահոգիչ բան ասեց։ Ես ակնկալում էի, որ 27-ի հետ կապած դուք պետքա ոչ թե հիշատակեք նախաքննության գաղտնիքները, ես շատ լավ գիտեմ դա ինչ բան է, իմ ամբողջ կյանքը այդ գաղտնիքների միջով անցել է, գիտակից, պաշտոնավարման ընթացքում։ Այստեղ բայց բաներ կան, որ նախաքննության գաղտնիքին չէր առնչվում։ Եվ վերջին հաշվով այս հարցը ես ձեզ պետքա տայի, այլ ոչ թե Աղվան Հովսեփյանին։ Ոնց եք պատկերացնում, եթե Աղվան Հովսեփյանը լիներ գլխավոր դատախազ եւ իրեն այսպիսի հարց հնչեցվի հոկտեմբերի 28-ի հետ կապված։ Ինչու՞։ Որտեղ այդ ժամանակ դատարանում Աղվան Հովսեփյանն էր հիմնական մեղադրողը դատախազական խմբով, ճիշտ է։ Ճիշտ է։ Եվ դրանից հետո, երբ որ 18 թվականը եղավ, գործող դատախազը Արթուր Պետրոսյանն էր, եւ մեր ակնկալիքները ինձանից էլի 27-ի, ինչպես Արծուր դատել, էլի չեղավ։